Էդգար, փրկվեցինք ոնց որ, հա։ Թե դեռ չէ։ Թե անկեղծ ասած, եթե տենց միանգամից լուրջ սկսեմ պատասխանել, Դու աստիճանաբար սկսի, բայց լուրջ։ իրականում կանխատեսել ենք բոլորս էլ, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է։ Այստեղ կային տարբերակներ, թե ինչ ձևով է հաղթելու, ինչքան է ստանալու, հա։ Դե հիմա այնպեսին է իրավիճակը, որ ըստ էության ոնց որ թե նույն պատկերը վերարտադրվում է առնվազն, էլի։ Ասենք այսօր էլ չունի սահմանադրական մեծամասնություն, երևի թե ուրեմն վաղն էլ չի ունենա ըստ ընտրությունների արդյունքների, կամ հենց սպասենք տեսնենք մի հատ ոնց են ամփոփվում, հա, վերջնական ընտրությունների արդյունքները։ Դե ամեն դեպքում ես ճիշտն ասած սպասում էի, որ ավելի բարձր տոկոս կստանան իրանք, ես կարծում էի, ասենք 60%, առնվազն 55%, կոնկրետ հենց այդքան ձայն կունենան, չեմ ասում էլ, հետո այդ մյուս չանցած կուսակցությունների ձայներով երևի էլի այդքան կստանան, հա, արդյունքում։ Դե հա, բայց ես կարծում էի, որ օրինակ առաջին նորությունները որ սկսեցին գալ, չէ, ասենք որ նախնական տվյալներով այնտեղ 60% էին ասում, չգիտեմ, 50 քանի տոկոս էին ասում։ Ու ես ճիշտն ասած այդպիսի սպասումներ ունեի, որտեվ մի տեսակ, չգիտեմ, կարող է մենք ինչ-որ bubble-ի մեջ ենք ապրում, հա, տենց ինչ-որ մենք շրջապատված ենք մեր նման մտածող մարդկանցով, դրա համար մեզ թվում է, որ բոլորը մեր նման են մտածում եւ այն մյուս կողմն էլ ոնց որ, հա, ասենք, չգիտեմ, ուժեղ Հայաստանի կողմնակիցները ինչ-որ շատ հիասթափված են, Կանցես իրենք սպասում էին, որ պետք է հաղթեին, հա, ու ասենք Հայաստան դաշինքը երևի տենց չէր սպասում, բայց ամեն դեպքում ահագին մարդ հիմա շատ այդ ընդդիմադիր դաշտում շատ հիասթափված է, այո, եւ մտածում էր, որ իրանք պետք է հաղթեին։ Այդպես է, բայց նաեւ պետք է ասեմ, որ քաղաքացիական պայմանագիրը ավելի շատ ձայներ է ստացել քանակական առումով, քան 2021-ին է ստացել։ Եթե չգիտեմ 680 քանի հազար էր նախորդում, հիմա 720 քանի հազար։ 727,000 կարծեմ, հա։ Ու դա եթե եվրոպական ուրեմն ճապանիշներով մենք նայենք, Եվրոպայում շատ քիչ կուսակցություններ կան, որ ընտրությունների արդյունքում միանձնյա այդքան ասենք տոկոս են ստանում եւ միանձնյա կառավարություն են ձևավորում, ընդհանրապես կարելի ասել, թե չգիտեմ, ասենք մատերի վրա կարելի է հաշվել այդպիսի кейսեր, երբ որ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում եվրոպական ուրեմն ընտրությունների արդյունքում այսպիսի բան է լինում։ Սովորաբար ասենք առաջի տեղը զբաղեցնող հաղթող փաստորեն քաղաքական ուժը ստանում է տենց 25%, 30%, էտա։ Ու կոալիցիաներ են ձևավորվում։ Դա է, ասենք, այն ամենատարածված պրակտիկան։ Փաստորեն մեր մոտ ստացվում է այնպես, որ մի կուսակցությունը ըստ էության, եթե համեմատենք, հա, փաստորեն եվրոպական այդ кейսի հետ, ֆանտաստիկ արդյունք է դա։ Ուղղակի ֆանտաստիկ։ Դե ես դրա վերաբերյալ երկու բան ասեմ, նախ Եվրոպացիների հետ որ համեմատում ենք, ինձ թվում է ինքը մի կողմից շատ ճիշտ համեմատություն է, մյուս կողմից ինքը խոսում է նրա մասին, որ Հայաստանում դեռ մարդիկ խորհրդարանական ընտրություններին չեն սովորել ու նայում են խորհրդարանական ընտրություններին, ոնց որ նախագահական ընտրություններին։ Այո։ Հա, ու քվեարկում են ինչ որ մի առաջնորդի կամ ուժի օգտին, ու շատ հաճախ այն ուժերը, որ տենց հույս չունեն անցնելու կամ հույս չունեն հաղթելու, դրանց ուղղակի չեն քվեարկում։ Մինչդեռ Եվրոպայում կան մարդիկ, ովքեր ավանդաբար քվեարկում են, ասենք, չեմ, ծայրահեղ աչերին կամ ծայրահեղ ձախերին, ովքեր, ասենք, շանս չեն ունենում անցնելու կամ ինչ-որ փոքր կուսակցություններին, բայց գիտեն, որ այս կուսակցությունը կանցնի խորհրդարան, ասենք, չեմ, 5% կստանա կամ 6% կստանա, բայց իրենց շահերը կներկայացնի։ Այդ դա ես Հայաստանում առայժմ չեմ տեսնում, հա, ոնց որ հիմնականում մարդկանց մեծ մասը ասում է, օքեյ, Նիկոլա առնելու, թե Կարապետյանն առնելու կամ Քոչարյանն առնելու։ Այսինքն քվեարկում են ինչ-որ մի ուժի կամ մի առաջնորդի, սա մեկ, բայց երկրորդը ինձ թվում է շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այս արդյունքը, հա, ինքը ոչ միայն ներքին քաղաքական պայքարի արդյունք է, այլ Ռուսաստանի դեմ ըստ էության, հա, այսպես ասած, Ռուսաստանի սանձազերծած այդ հիբրիդային միջամտության դեմ պայքարի արդյունքը, այսինքն ոչ թե ԿՊ-ն հաղթել է, ասենք, Սամվել Կարապետյանին, այլ Հայաստանի ընտրողը հաղթել է Ռուսաստանի հիբրիդային միջամտությանը։ Կամ չեմ, դու ոնց կձևակերպես։ Դե հա, ըստ էության, ասենք, Հայաստանի Հանրապետությունը հաղթել է Պուտինյան ռեժիմին այս ընտրություններով, կարելի է այսպես ասել։ Այստեղ իհարկե նաև դու ասում ես ոնց որ նախագահական ընտրությանն են նայում,
Բայց այստեղ գիտես հարցը որն է, որ այդ ալտերնատիվ դեմոկրատական կուսակցությունները կայացած չեն նաև։ Այսինքն խնդիրը միայն այստեղ ընտրողը չի։ Խնդիրը հենց այդ կուսակցություններն են նաև։ Որտեվ որպեսի ընտրողը կողմնորոշվի նաև ըստ ոնց որ գաղափարախոսությունների, չէ՞, օրինակի համար կամ ըստ նրա թե իր շահերը օրինակ ավելի շատ որ դեմոկրատական կուսակցությունն է պաշտպանելու, ինքը պետքա վստահի այդ կուսակցություններին, իսկ ինչպես ինքը պետքա վստահի, ինքը պետքա տեսնի, որ դրանք ցած ուժեղ կուսակցություններ են, էլի, բառից լայն եւ լավ իմաստով։ Դե նա կարել է։ Հա, հենց այդ է, էլի, որ դրիվ ուրիշ բան է դա, հա։ Չէ, ինքը իրոք ուժեղ էր, բայց այդ իրանց ուժը չէր, դա Ռուսաստանի ուժն էր, այսինքն իրոք, ասենք Ռուսաստանը բավականին ուժեղ է, փողել ունի։ Հա, բայց դե խոսքը հիմա դեմոկրատականների մասին է, սա դեռ կխոսենք, չէ։ Հիմա խոսքը դեմոկրատական կուսակցությունների մասին է, այսպես ասենք, հա։ Հիմա դե իրենք փաստորեն էլի նայ, մեկ լիդերի շուրջ են։ Դու գիտես, ասենք դեմոկրատական կուսակցությունների 3-րդ, 4-րդ, 5-րդ համարներին մեր Հայաստանում։ Նույնիսկ երկրորդներին չգիտես։ Որ ոմանց գիտեն, բայց այս մասին չգիտեն։ Ահա։ Իրենց ասենք ծրագրերը որոնք են, որքանով են տարբերվում, ասենք ԿՊ-ի ծրագրից, հա։ Չին ինչ որ, օրինակ դե ես ուսումնասիրել եմ, գիտեմ որոշ տարբերություններ կան, իհարկե կան։ Բայց ընդհանուր առմամբ այդ տարբերությունները չեն երևում հանրության։ Երկրորդը, կադրային բազան իրանց, ինչպիսին է իրանց կադրային բազան, իրանք ունեն նախարարների, ասենք, տեխնացուներ, որ մարդիկ ճանաչում են այդ մարդիկ, ու իրենք գիտեն, որ եթե իրենք, ասենք, բանանեն, մտնեն խորհրդարան, իրենք ունեն իրենց ուրեմն նախարարների տեխնացուները։ Իրենք, ասենք, ունեն արդյոք բավարար ռեսուրսներ ընդհանուր առմամբ, լայն առումով, թե ֆինանսական, թե ոչ ֆինանսական։ Այդ հասկանալի է, բայց իրանք էլ ասում են, որ այդ ԿՊ-ի մեղքն է, որտեղ ԿՊ-ն չի ստեղծել պայմաններ, որ Հայաստանում կուսակցությունները կարողանան, ասենք, ֆինանսավորման հնարավորություններ լինի, եւ հիմնական բանը, որ իրանք ասում են, ոմանք ասում են, պետքա ԿՊ-ն այդ արհեստական օլիգարխածին կուսակցությունները արգելեր Ռուսաստանից, այսպես ասած, ներմուծված, պետքա կառավարությունը դրանց արգելեր, ցույց տալ ընտրություններին մասնակցել, որ այս մեր հայկական իսկական կուսակցությունները շանս ունենային։ Լավ, ասենք, դա հետաքրքիր ես չեմ ասում։ Չէ, հետաքրքիր թեզ է։ Ես էլ եմ աջակ մտածում, որ հա, այդ ճիշտ է, էլի, որովհետև իրանք դեմոկրատական կուսակցություններ չեն, իրանք խաթարում են դեմոկրատական process-ը։ Հիմա իսկ ենթադրենք դու արգելեցիր մի քանի կուսակցություն։ Հնարավոր չի, որ ասենք մի հատ նոր կուսակցություն Ռուսաստանը էլի ձևավորի, հա, այդպես թաքնված ձևով։ Եվ այդ մի կուսակցությունը սկսի էլի, այսինքն այդ էլեկտորատի այդ հատվածը, որը պրոռուսականներին է քվեարկում, իր շուրջը համախմբի։ Հնարավոր չի տես։ Իհարկե հնարավոր է, դրա համար ես ասում եմ, որ այդ իմ փաստարկը չի, ու ես ընդհանրապես ցանկացած բան արգելելու դեմ եմ, որտեղ ցանկացած բան, որ դու արգելում ես, միևնույն է ինքը ինչ որ ուրիշ ձևով արտահայտվում է հասարակության մեջ, հա, ասենք դրա համար այդ պրոռուսական մոտեցումը կա մեր հասարակության։ Ահա, այսինքն լսի, նայ, այստեղ երկու տարբեր բաների մասին ենք նաև խոսում, էլի, որտեվ դու կարող ես sense tendency, այսինքն եթե դու հիմքեր ունես, դու կարող ես ճիշտ է որ արգելես, հա, բայց դա չի նշանակում, որ դրա արդյունքում մենք չենք ունենալու պրոռուսական ուժ եւ պրոռուսական էլեկտորատը այլ կերպ իրեն։ Ամեն դեպքում ինձ թվում է տարբերություն կա պրոռուսական ուժի միջև ու ռուսական ուժի միջև։ Այսինքն եթե դու ուժ ունես, որտեղ ղեկավարը, չգիտեմ, երկրորդ դեմքը, առաջի, չգիտեմ, քանի դեմքերը, իրենք ուղղակի Հայաստանի քաղաքացի չեն, կամ երկքաղաքացի են, ուրիշ երկրում է իրանց ունեցվածք եւ այլն, սա մի բան է։ Երբ որ դու ունես օրինակ հայաստանացին, այսպես ասած, օլիգարխ, որը էլի ռուսամետ է կամ չեմ բելարուսամետ է օրինակ, բայց ինքը Հայաստանից է, իր փողը գոնե մի մասը Հայաստանում է, ինքը հայկական միջավայրից է առաջացել ու ինքը արտահայտում է հայկական հասարակության այդ հատվածի շահերը, իսկ թվում է այդ դեպքում դու չես կարող իրան արգելես, որտեղ դա կլինի հակաժողովրդավարական քայլ, մեկ եւ երկրորդը դա արդյունավետ չի լինի, որտեղ իրոք այդ մարդիկ կգնան ուղղակի ուրիշ կուսակցություն կբացեն, բայց երբ որ մեկը դրսից գալիս է, հետը մեշոկներով փող է բերում, մի հատ էլ ասենք ինքնաթիռներով մարդկանց են բերում, ես ենթադրում եմ, որ դու պետքա հանես ընտրություններից այդ կուսակցությունը, որտեղ հիմա նա ինչ է ստացվում։ Փաստորեն հիմա Ռուսաստանը ես չգիտեմ կարող չհամաձայնվես հետս, բայց ինձ թվում է այս ընտրությունների բարձր մասնակցությունը, այդպես հիպոթեզ որպես, հա, ինձ թվում է,
բացատրում է նրանով, որ Ռուսաստանից եկան ինչ-որ մարդիկ, քվեարկեցին, գնացին։ Չեմ կարծում, որ շատ մեծ որոշակիորեն այո, բայց մեծ Դե ինչ որ մի մասն էլ ասենք ընտրակաշառքով, որտեվ դե 10% ավելի շատ է եղել 21 թվին, չէ՞։ Հա, բայց այդ 10%-ը այդ եկողների հաշվին չի լինի։ Այս համոզված չեմ, որտեվ 2-3%-ը հա, բայց ոչ։ Դե 21 թվին էլ էր, չէ՞, բայց շատ լարված պայքար էր, բան ճգնաժամային իրավիճակ էր, էլի ինձ թվում է մարդիկ գնացին ընտրությունների։ Լավ, ասենք մի քիչ ավելի շատ են մոբիլիզացրել հիմա, որտեվ ավելի շատ են փող ծախսել նաև։ Դե հենց այդ է, իմաստեղ ես ինչու՞ց եմ վախենում, որ Ռուսաստանը հիմա կասի, օքեյ, մենք ասենք պայմանական 1 միլիարդ ծախսեցինք, ասենք 5% ավել ձայն հավաքեց մեր կուսակցությունը, չէ՞։ Ու իրականում ասենք այդ 5% ավել, որ մի 5% էլ հավաքեր, կոպիտ ասած 2 միլիարդ ծախսեին, չէ՞։ Ու այդ ռուսամետ կուսակցությունները 10% ավել ձայն հավաքեին, արդեն նրանք կկազմեին կառավարություն, ինչպես Գյումրիում եղավ։ Այսինքն հիմա այս իրավիճակում Ռուսաստանը կարող է ասի, որ օքեյ, մեր սխալը այն էր, որ մենք ուղղակի քիչ փող ենք ծախսել։ Այ մյուս ընտրություններին ասենք, որ թե 3 անգամ, 4 անգամ ավել փող ծախսենք, որը միևնույնն է ավելի էժանա, քան ասենք հրթիռներով մեզ խփեն, չէ՞, ասենք ամեն հրթիռը հարյուրավոր միլիոնավոր դոլարներ, հարյուրավոր միլիոն Դե համեր ոնց են միլիոնավոր դոլարներ ուժի կամ 100,000-ավոր դոլարներ արժի։ Հա, հիմա դրա փոխարեն ասենք, չգիտեմ, 3 միլիարդ փող տրամադրեն Հայաստանը առնելու վրա, կարող է առնեն, եթե մենք իրոք այդ սահմանափակումները չդնենք, ու այդ ուժերին չենք ինչ որ մի ձևով չբացառենք։ Լավ։ Այդ վտանգ, հա։ Լավ, չէ, ես կողմ եմ, որ սահմանափակումներ պետք են ու պետք է այստեղ իհարկե միգուցե նաև օրենս դրական փոփոխություններ են պետք, բայց նաև իրավապահների էֆեկտիվ աշխատանք է պետք ու ավելի վճռական, այսպես ասած, մոտեցում։ Նաև օրինակ ես չեմ բացառում, էլի վարկած որպես, որ ասենք այդ վճռական մոտեցումը պայմանավորված է նաև նրանով, թե ինչպիսին են հայ-ռուսական հարաբերությունները եւ ինչպիսին է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Որովհետեւ հնարավոր է, որ իրավապահները օրինակ մի քիչ տենց մտածեն, որ կարող է մենք գործընթացին վնասենք, եթե շատ ավելի էֆեկտիվ աշխատենք ու ասենք հիմքեր լինեն, որ փակեն օրինակի համար ինչ որ մի կուսակցությանը, բայց դրա արդյունքում կարող է մի հատ լուրջ ճգնաժամ ձևավորվի եւ Ռուսաստանը զգալիորեն վնասի Հայաստանին։ Միգուցե չարժի նման բան անել, հա։ Ես դա չեմ բացառում, դա որպես այսպես թեզ միգուցե պետք է էլի մենք քննարկենք։ Հիմա կարող ենք նաև, եթե այդպես է, այդ թեզի հիման վրա, այսպիսի վարկած առաջ քաշենք, որ միգուցե ուրեմն եթե Հայաստանը ել ավելի թուլացնի իր կախվածությունը Ռուսաստանի, իրավապահ մարմինները շատ ավելի վճռական, շատ ավելի կոշտ վարկ ցուցաբերեն, հասկանալով, որ ուրեմն այստեղ փաստորեն այդ վնասը, այդ վնասի շեմը, ոնց որ հա, այդ կարմիր գիծը արդեն անցած է, այսինքն անես չանես ինքը մեկա կամ կվնասի կամ չի վնասի, այսինքն քո այդ գործնեությունից չի էլի արդեն կախված ճակատագիրը, այսպես ասած, այդ ամեն ինչի եւ հա, ավելի վճռական գործ են։ Կարող է, չէ՞, այդպես էլ լինի։ Հա, իդեպ ես այստեղ ուզում եմ Մոլդովայի օրինակը հիշենք, հա, օրինակ բոլորը խոսում են այս վերջի ընտրությունների մասին Մոլդովայի, երբ որ իրոք շատ արդյունավետ պայքարեց Մոլդովան ու շատ այսպես վստահ հաղթանակ տարավ եվրոպական կուսակցությունը, բայց դրանից առաջ եղել է ուրեմն այնտեղ նախագահական ընտրություն, Մայա Սանդուն, Իգոր Դոդոնի դեմ եւ եղել է հանրակրվե։ Ու այդ երկու դեպքում էլ շատ փոքր տարբերությամբ են հաղթել այդ եվրոպամետ ուժերը։ Ու մոլդովացիները ասում են, որ մենք չենք սպասում ինչքան արդյունավետ կլինեն ռուսական այդ հիբրիդային միջամտության միջոցները, ու ոնց որ մեզ համար դա բան էր, էլի, այտենց ոնց որ մենք արտնացանք, էլի, հասկացանք, որ եթե ինչ-որ բան չանենք, հաջորդ անգամ կարող է խնդրեմ ունենանք։ Ինձ թվում է մեզ համար էլ սա պետք է այսպեսի համաձայնելու process լինի, որտեղ հա, իհարկե շատ լավ է, որ հիմա հաղթեց, այսպես ասած, Հայաստանակենտրոն, ժողովրդավարական, եվրոպամետ ուժը, բայց ես տեսնում եմ լուրջ խնդիրներ, հա, մի խնդիրը այդ է, որ ի վերջո չգիտենք ինչքան մարդ է եկել Ռուսաստանից, ինչքան մարդ է քվեարկել բանով, կաշառքով։ Երկրորդ խնդիրը այն է, որ շատ մարդիկ, որին կարծիքով պետք է այդ եվրոպական ճամբարում լինեին, հա, այնուամենայնիվ ԿՊ-ին չեն ուզում քվեարկել եւ կամ չեն գնում ընտրություններին, կամ քվեարկում են մանր կուսակցությունների օգտին, կամ էլ ասենք նույնիսկ ասենք, չունեմ, Կարապետյանի կամ Քոչարյանի օգտին են քվեարկում։ Եվ երրորդ խնդիրը ինձ թվում է հենց այդ է, որ չկա այդ եվրոպամետ ընդդիմությունը կամ դեմոկրատական ընդդիմությունը, ու հա, ես համաձայն եմ, որ իրանց մեղքն է,
Բայց մյուս կողմից, եթե հաջորդ ընտրություններին իրանք չառաջանան, մինչև հաջորդ ընտրություններ, հա, ես օրինակ չգիտեմ ինչ կլինի, որովհետև այնուամենայնիվ հիմա մենք ստացվում է, որ ունենք մի հատ դեմոկրատական ուժ Եվրոպայում այդ կառավարող, ունենք Ռուսաստանի գործակալներ, լավ իմաստով էլի, գործակալներ, ոչ թե քրեական հանցագործության իմաստով, այլ գործակալներ, սովորաբար այդպես մտածողությամբ, հա, ասենք մարդիկ, ովքեր այսօր հավատում են, որ մեր ճանապարհը պետք է լինի դեպի Ռուսաստան, ոմանք էլ գուցե նաև ուրիշ իմաստով են գործակալ։ Ու վերջ, ու խորհրդարանում ուրիշ մարդ չկա։ Ու դա շատ պատահ։ Այո։ Հիմա փաստորեն եկանք են գրեթե կոնսենսուսի, որ ավելի կոշտ պետք է պայքար մղել օտար երկրյա կոշտը ես չինեմ կոշտ, բայց արդյունավետ։ Դե արդյունավետ, հա, այդ կոշտը ասենք կարող է պետք է կոստանել, հա, կարող է ասենք կարելի է ուղղակի քարոզչությունը ավելի լավ արվի, որ ասենք չինեմ այդ fake news-ը չաշխատի օրինակի համար, հա, բայց չէ, բայց այդ զուգահեռ է արվում։ Այն մի մասը ուրիշ է, այսինքն երբ որ դու ասում ես, որ հիմքեր կան օրինակ, չէ, ինչ որ մի կուսակցությունը փակելու կամ բան, այդ արդեն չեղավ միայն ճիշտ տեղեկատվություն տալով կամ ապա տեղեկատվության դեմ պայքարելով։ Այդտեղ արդեն իրավական գործիքներ են պետք։ Դե հիմա նայ, եթե այդ աշխատանքը արվում է, բնականաբար մի քանի այսպես սուբյեկտներ կարող են խաղից դուրս գալ։ Ճիշտ է։ Բայց այդ էլեկտորատը մնում է։ Հիմա այո, այդ էլեկտորատի մի հատվածը լրիվ արհեստական, այսպես ասած, միջամտության արդյունքում է գնացել քվեարկել։ Սենց ենթադրենք։ Բայց մի զգալի հատվածը համաձայնվի, որ այսպես թե այնպես ինքը ուզում է դեմ քվեարկի Փաշինյանին, հա, ուզում է դեմ քվեարկի նաև այդպես այդ բարեփոխումների, դեմոկրատիայի, նաև այսօրվա խաղաղության այս մոդելին, չէ, այս մոտեցումներին դեմ են։ Կան, շատերն են այդպիսի։ Եվ արդյունքում օրինակ դրա կարող ենք մենք ունենալ օրինակ Ֆիդեշ հունգարական մոդել մինչ վերջերս որը կար երբ որ Վիկտոր Օրբանը, չէ, այսինքն ըստ էության հակադեմոկրատական քաղաքականություններ վարում, հակաազատական քաղաքականություններ վարում նախ եւ առաջ եւ այդպես պրոռուսական ինչ որ նաեւ մոտեցումներ էր ցուցաբերում եւ ասենք էլի Ռուսաստանի համար գործիք էր ըստ էության նաեւ չէ հակաեվրոպական իր քաղաքականությունը օրինակ առաջնանելու առումով, հա։ Հիմա սա հնարավոր տարբերակ է եւ ինչպես դու նշեցիր, այս դեպքում արդեն դու չես կարող, չէ, վերցնել եւ ասենք Ֆիդեշի նման մի հատ այդպիսի կուսակցություն, երբ որ ձևավորվի, փակես իրեն, որովհետեւ ուղղակիորեն չկա արտաքին ֆինանսավորում, չես գտնում, որովհետեւ չգիտեմ, այսինքն այնպես չի որ ընտրակաշարք են բաժանում, հա, կարող է չէ, բայց փաստորեն ունենում ենք այդպիսի։ Դե բայց նայ Օրբանի բարակայում ամեն դեպքում ոնց որ ինքը բան արեց, չէ, ընդունեց իր պարտությունը, հեռացավ։ Այսինքն ինձ թվում է այդ նաև դրա համար էր, որ ինքը այնուամենայնիվ ինչքան ինքը ռուսամետ էր եւ այլն, բայց ինքը տեղից էր առաջացել, չէ, ինքը սկզբից ազատական գործիչ էր եւ այլն։ Դրա համար ինձ թվում է ի վերջո ինչքան ավելի դու այդ բնական process-ին փորձում ես տենց հակազդել, այդքան արդյունքը վատ է լինում, հա։ Ուրիշ հարց որ երբ որ դրսից մեկը միջամտում է, արդեն այդ միջամտության դեմը պետք է փակես, հա, որտեղ արդեն դա բնական process չի։ Ասենք այն որ Հայաստանում կան ինչ-որ մարդիկ, ովքեր ազգայնական են, օրինակ կամ չունեմ չեն ընդունում այսօրվա, ասենք քաղաքականությունը, դա նորմալ է։ Այդ մարդկանց հետ պետք է խոսես, ինչ-որ բան ընդհանուր բան գտնես ու նաև ինչ որ եթե չլներ այդ ռուսական, այսպես ասած, ազդեցության գործակալ լինելու պահը, իրականում հեչ վատ խորհրդարան չի, հա, որտեղ ոնց որ մի կողմից հաղթել է այն ուժը, որը ավելի ասած իմ կարծիքով ճիշտ մոտեցումներ ունի, բայց մյուս կողմից հասարակության այն մյուս հատվածը, որը ուրիշ ձևով է մտածում, ինքը ներկայացված է խորհրդարանում, ու ի վերջո խորհրդարանը հենց նրա համար է, հա, որ խոսեն այնտեղ մարդիկ իրար հետ, իրար փաստարկները ջախջախեն, մեկը մյուսին սխալ հանի, ինչ որ հարցերում ընդհանուր բանի կան։ Հա, բայց ուղղակի մենք խնդիր ունենք, որ հիմա այդ ուժը, հա, ինքը ուղղակի այտենց դրսից գործուղված է ու ասենք օրինակ չինը, պատգամավորները պետական գաղտնիքին բան ունեն, չէ՞։ Այո։ Կարող են ծանոթանալ։ Հիմա օրինակ դա կարող է լուրջ անվտանգության խնդիրներ ստեղծի։ Դե բա հիմա տես, բա ինչից սկսեցինք, չէ՞, հարցրեցիր, փրկվեցինք, ասենք այս անգամ էլ։ Բա ընտրությունների նորմալ դեմոկրատական, այսպես ասած, հա, կայացած դեմոկրատական պետություններում
Արդյոք ընտրությունների արդյունքում նման հարց են տալիս։ Չէ, որտեվ նման հարց չկա փրկվելու։ Դե հիմա ինձ թվում է Բայց տալիս հիմա է։ դե հա մի մասամբ, որովհետեւ այնտեղ էլ ձևավորվել են Ու ասեմ ավելի որոշ երկրներում այդ հարցը որ տալիս են, պատասխանը բացասական է, որոշ արևմտյան երկրներում ինձ թվում է շատ մարդիկ որոշ ընտրությունների արդյունքում որոնց չեն փրկվել, այլ ընդհակառակը հայտնվել են շատ ծանր դրության մեջ։ Դրա համար ես համաձայն եմ քեզ հետ, որ սովորաբար տես չի լինում, բայց այսօրվա աշխարհում այնպես է, որ Okay, բայց կարող է պատահի։ Դե հիմա բայց այնուամենայնիվ մեր ուզածն ի՞նչ է, մեր ուզածն է, որ ոնց որ լավագույն պրակտիկան, չէ, այսինքն մեր մոտ լինի, այդ նշանակում է, որ ընտրությունների արդյունքում ժողովրդավարությունը չի կարող վերանալ, ազատությունները չեն կարող վերանալ, անկախ նրանից, թե ով կգա իշխանության։ Դա նշանակում է, որ հիմնական քաղաքական ուժերը, մեյնսթրիմային քաղաքական ուժերը, որոնք իշխանություն են, մի մասը եւ մի մասը ընդդիմություն են, իրենք ուրեմն դեմոկրատական են եւ իրենց մեկի պարտությունը չի հանգեցնելու ուրեմն դեմոկրատիայի վերացման։ Այսօր մենք փաստորեն ունենք այնպիսի իրավիճակ, երբ որ ԿՊ-ի պարտությունը, քանի որ հիմնական ընդդիմադիրները պրոռուսական էին եւ կարելի ասել նաեւ ռուսական ինչ որ առումներով, հա, իրենք եթե գային իշխան, իրանք էին գալու իշխանության, եթե ԿՊ-ն պարտվեր։ Իսկ եթե իրենք էին գալու իշխանության, ուրեմն կարելի էր մոռանալ ազատությունների մասին, ժողովրդավարության մասին եւ այլն։ Որքան էլ որ թերի լինի այսօրվա ժողովրդավարությունը մեր, որքան էլ որ ԿՊ-ն տարատեսակ սխալներ թույլ տա, անընդունելի բաներ անի շատերի համար եւ այլն, մենք չենք կարող այս իրականությունը, որը մենք ունենք, հա, չհամարել որպես գոնե մինիմալ ուրեմն ժողովրդավարություն։ Այն դեպքում այդ մինիմալ ժողովրդավարությունը չէր լինելու։ Հիմա ոնց մենք ինչ պետք է անենք, որպեսզի հաջորդ ընտրություններին այս բանը չլինի, այս տեսակ ընտրություն չլինի։ Դա էլ եմ ասում, նախ պետքա այդ այնուամենայնիվ այդ կոպիտ դրսի միջամտությունը բացառել։ Ահա, այդ աշխատեցին։ Երկրորդը պետքա ինձ թվում է աշխատել քաղաքացիական կրթության կարիք ունենք մենք։ Այո։ Ու ընտրողների հետ, այդ թվում, հա, այսպես ասած, տարբեր տարիքային խմբերի, տարբեր սոցիալական խմբերի, որտեղ ես տեսնում եմ, թե ինչպես, ասենք, հա, ինչ որ մարդկանց մոտ բավական լուրջ քաղաքական գիտելիքներ կան, ինչ որ մարդկանց մոտ քաղաքական գիտելիքներ չկան, բայց բնազդն է աշխատում, հա, իրանք տենց զգում են ով է իրենց խափում, ով չի խափում։ Բայց նաև ես տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, այդ թվում կիրթ, այդ թվում, չգիտեմ, գիտության թեկնածու եւ դոկտոր, այդ թվում քաղաքացիական հանրությունից, ովքեր շատ հեշտ տրվում են ինչ-որ մանիպուլյացիաների, ու չեն էլ զգում ոնց են տրվում, ու ասենք համոզված են, որ ասենք չինեմ, Փաշինյանը բռնապետ է, որ Հայաստանում 37 թիվ է։ Միևնույն ժամանակ իրենք ասենք զզվում են Պուտինից, հա, ասենք եթե այն մարդը ասենք Պուտին, օրինակ ես ունեմ ծանոթներ, խոսում էինք, հա, որ ասում են դες Պուտինն եմ սիրում, քվեարկում եմ, ասենք այս ուժին։ Okay, դրա հետ ես խնդիր ունեմ, բայց ես նաև հասկանում եմ, որ okay, այս մարդուն ես չեմ համոզի։ Բայց ինչ որ մարդիկ ասում են, որ այ մենք չգիտեմ Պուտինին դատապարտում ենք, Ուկրաինային այդպես ամեն ձևով կողմենք, բայց այ Փաշինյանը պրոռուսական է։ Կամ ասենք լավ, միշտ ծայրահեղ բան վերեցի, բայց ասում են Փաշինյանը այնքան անսկզբունքային է, որ ինքը բռնապետություն է կառուցում, որ պետք է լինի կանցնի Ռուսաստանի կողմը։ Այ դա ինձ ճիշտն ասած ինձ հուսահատեցնում է մի քիչ, որտեվ ոնց որ ես զգում եմ, որ կոպիտ ասած այն մարդիկ, ովքեր մեր կողքին պետքա լինեին, ասենք հերիք չի մեր կողքին չեն, հենց մի հատ էլ մեր դեմ են։ Ու պատճառը, չգիտեմ ինչն է, ռուսական այդ քարոզչությունն է, Փաշինյանի ազուս պահվածքն է երբեմն, հա, որ ինչ որ մարդկանց վրա գոռում է, վիրավորում է, այնտեղ մարդիկ նեղանում են, ռուսական քարոզչությունը դա վերցնում է, տասնապատիկ է դարձնում։ Չգիտեմ ինչն է, ու չգիտեմ ինչ անել դրա հետ, էլի։ Այդ բոլորը երևի միասին վերցրած, էլի մի քանի գործոններ էլ կարող ենք նշել։ Նաև տրավման է, այսինքն այդ պատերազմի արդյունքում, որը չեն կարողանում շատերը հաղթահարել, չէ։ Ստեղ գիտես ես լրիվ համաձայն եմ, որ պետքա շատ այսպես ինտենսիվ, լայն, այո, թիրախավորված աշխատանք։ Բայց ես մի պատճառ մտածեցի։ Հա։ Գիտես, ուզում ես այդ ասեմ, հետո դու ասես, քանի չեմ մոռացել։ Ինձ թվում է նաև խնդիր կա, որ շատ հարցերում պետական համակարգը մնում է այն հին համակարգը։ Ու մարդիկ, ովքեր առնչվում են այդ պետական համակարգի հետ, օրինակ ոստիկանության հետ, հա, չգիտեմ, ասենք գայիշնիկի հետ կամ չգիտեմ, դատարաններ են գնում եւ այլն։
իրանք այդ հին պետական համակարգի ամբողջ ասած քաղցրությունը իրենց մաշկի վրա զգում են։ Բայց օրինակ այսօր ոստիկանների հետ դրական հիմնականում ոմանք դրական, ոմանք ոչ բաց, շատերի մոտ բացասական դրական։ Դե անհամեմատ է եղած։ Առավելին ճանապարհային ոստիկանություն կամ բարեկային ծառայություն։ Իհարկե, համեմատելի չի եղածի հետ, բայց էլի շատ դեպքերում պետության հետ առնչվելուց քաղաքացին որ խնդիրներ է ունենում։ Ու քաղաքացիների մեծ մասը չի տարբերում, որ այսա կառավարությունը, սա քաղաքական ուժ է, որը ասենք ձևավորել է կառավարություն, իսկ սա ինչ որ պետական մարմին է եւ պետական մարմնի աշխատող է, որը կարող 20 տարի այնտեղ նստած է, ու ուղղակի բռի տիպ է, որը ուղղակի ասենք էմպաթիայի զուրկ է, ու ասենք այդ մարդուն, չգիտեմ, ինչ որ դատարան է անգնում, ինչ որ խնդիր է ունենում, ու ասում է այ Փաշինյանը ուրեմն սենց վատնա եւ այլն։ Ու դա ինձ թվում է լուրջ խնդիր է, ու դրա համար շատ լուրջ բարեփոխումներ են պետք։ Այո, ու այդ արդեն իշխանություններից է կախված, իրենք պետք է իսկապես շարունակեն ռեֆորմները ու խորացնեն նոր թափ տան։ Նոր թափ։ Ու ավելի թափանցիկություն է այստեղ պետք անկեղծ ասած, եւ էլի տենց վերահսկողական մեխանիզմներ ինչ որտեղ, նոր մեխանիզմներ, պետք է մտածենք։ Բայց այո, զուգահեռ էլի չմոռանանք այդ աշխատանքի հետ, քաղաքացիական կրթության հետ։ Տարբեր թիրախավորված, այսպես ասենք, այո, աշխատանքի մասին է խոսքը։ Դրա համար ինչ է պետք անել այդ աշխատանքի համար, ինչ ես կարծում։ Օրինակ ես կարծում եմ, որ հարթակներ են պետք դրա համար։ Ասենք օրինակ Facebook-ով ինչ որ խոսել, բան դա անարդյունավետ ու շատ այսպես ոնց ասեմ, տոքսիկ մի բան է դա, ինձ թվում է այլ հարթակներ են պետք, այդ այլ հարթակներում հանգիստ խոսք է պետք, հանգիստ խոսք։ Եվ բոլոր նրանք, որոնք այն թեզի կողմնակիցն են, այն համոզմունքը ունեն, որ հա, մեկը այսօրվա քաղաքական իշխանությունը, այսօրվա քաղաքական ռեժիմը մի քանի գլուխ ավելի լավն է, քան նախկիններինը եւ կա այդ մինիմալ դեմոկրատիան, պետքա շատ ավելի համոզիչ փաստարկներ ունենան, բերեն, շատ ավելի տեղեկացված լինեն, որովհետեւ նայ, դու կարող ես ասենք այդ ամեն ինչը գիտես բան եւ այլն, բայց օրինակ քո ձեռքի տակ մի շարք փաստեր չկա։ Երբ որ դու մտնում ես բանավեճի մեջ, հա, դիմացինդ արդեն ունի ինչ-որ ինֆորմացիա, թեկուզ եւ ապա տեղեկատվություն։ Բայց ինքը այդ ապա տեղեկատվությամբ քեզ սկսում է հարվածել։ Դու չունես այն ինֆորմացիան, իրական ինֆորմացիան քո ձեռքի տակ, որ դրան ոնց որ պատասխանես։ Ու ստացվում է, որ ոնց որ, չէ, դու իրան չես համոզում, ինքը հակառակը, ինքը բան անում, ասում է, դա ճիշտ է, էլի ես փաստորեն։ Չկարողացավ ինքը հակափաստարկներ բերել համոզիչ կերպով։ Ասեցի ես, ինքը ասեց դե այն բանի նման, չէ, որ ցուցակը վաղը կներկայացնեմ այն հին դեբատների Քոչարյանի եւ Էմերչյանի միջեւ։ Չէ, ցուցակը պետքա միշտ կոմոդ լինի, ոչ թե ասես վաղը կներկայացնեմ։ Ինչ հարց տա, դու պետքա ունենաս դրա պատասխանները քո բանով, այդ research-ը հետազոտություն արած, փաստարկները վերցրած, ստատիստիկան, ոնց էր հայերեն, վիճակագրական տվյալները կոմոդ պետք է լինեն։ Այդ sense մի հատ փաթեթով դու պետքա պատտվես ամբողջ Հայաստանով մեկ։ Այդ ամեն ինչը չի արվել, համաձայնվի, որ չի արվել կամ շատ քիչ արվել։ Շատ քիչ արվել։ Ասենք մի կես տարի առաջ իս թվում է օրինակ եվրոպացիները արթնացան, սկսեցին մի քիչ հակերների հետ աշխատել, հակերներն էլ սկսեցին մարդկանց հետ աշխատել, մի քիչ ինչ որ տենց օրինակ հիբրիդային վտանգի մասին եւ այլն մի քիչ մարդիկ տեղեկացան, բայց ընդհանուր առմամբ ինձ թվում է Հայաստանում մարդկանց մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ գրոհի տակ ենք մենք եղել, կամ էլ չեն հավատում դրան։ Այդ էլ կա էլի, որ արդեն մի տեսակ sense բան կա, որ ինչ որ մարդկանց մի խումբ կա, որ ոնց որ ապրիորի չի վստահում կառավարությանը, ասենք ինչ էլ ասում է կառավարությունը, արդեն չեն վստահում, ինչ ասում է ընդդիմությունը վստահում է։ Ընդ որում ասենք կարող է ու դա գալիս է ինձ թվում է մասամբ օբյեկտիվ պատճառներով, որտեղ պատերազմի ժամանակ կառավարությունը, պես ասած, ռազմական նպատակներից ելնելով, կոպիտ ասած, վատ նորությունները չէր հաղորդում։ Արդյունքում հետո երբ որ այդ ամենը պատերազմով ավարտվեց, վստահությունը կոտրվեց մարդկանց։ Հետո ու շատ դժվար է այդ վստահությունը վերականգնել, ոմանց մոտ վերականգնվեց, բայց ոմանց մոտ չի վերականգնվել ու անհույս է։ Ու դրանից օգտվում է նաև այդ ռուսամետ ընդդիմությունը, ու ասենք ինչ որ թեզեր են շրջանառվում, որ հետո ապացուցվում են, որ դա ճիշտ չէր, սուտ էր, բայց նոր թեզեր են առաջանում, այդ նույն մարդիկ, ովքեր այն ժամանակ ասում էին, այ ոսկե բարի եկեղեցին տալիս են, հա, հիմա ասում են 300,000 ադրբեջանցի է գալու,
ու ոնց այն ժամանակ այդ եկեղեցին չտվեցին, տենց է հիմա 300,000 ադրբեջանցին չի գալու, բայց ոնց որ մարդիկ արդեն իրենց մտածողության մեջ իրենց իրականում ոչ թե փաստերն են հետաքրքրում, այլ իրենց ուղղակի պետք է ինչ-որ հիմնավորում, թե իրենց էմոցիոնալ այդ ռեակցիաները, հա, որ ուղղակի էմոցիոնալ ռեակցիա չեն, այլ այդ փաստ է, այլ մենք չգիտեմ, զզվում ենք այսինչ քաղաքական գործչից, որտեվ ինքը 300,000 մարդ ադրբեջանցի է բերելու։ Վաղը կհերքվի այդ փաստը, կասեն, որտեվ ինքը Սյունիքն է տալու, հետո Սյունիքը չտա, կասի, որտեվ ասենք ինքը մուսուլման է, գախնի, հա, ու այդ արդեն, չգիտեմ, այդ արդեն չես կարող ապացուցել, հա, չնայած կար առաջարկ հայտնի, որ ապացուցի, որ մուսուլման չի, բայց ոնց որ չիրականացվեց այդ բանը, միջոցառումը, այսինքն ոնց որ անհույս է, էլի ինչ որ մարդիկ կան, ուղղակի հավատում են նրան, ինչ որ իրենց ուզում են հավատալ, ու ոնց ուզում ես իրենց բացատրի, ինչ ուզում ես, փաստարկ ուզում ես բեր, չի աշխատում։ Լսի, դե չեմ կարծում, որ անհույս է, բայց այնուամենայնիվ համաձայն եմ այն առումով, որ միևնույն է, լինելու է որոշակի այսպես տոկոս հասարակությունում, որ ինքը այդ է, ինքը միշտ էլ այդպեսին է լինելու, ու նաև զարգացած եվրոպական պետությունների փորձը հաստատում է դա։ Կարաս մի երկիր ցույց տաս, այսօր զարգացած եվրոպական որտեղ չլինեն ծայրահեղ աչականներ, նեոնացիստներ, սոցիալ պահպանողականներ, այդ տարատեսակ ցնդաբանությունների այդ բաների, հա, թեորի զագվռով դավադրությունների տեսությունների, այսպես ասած, հավատողներ, կողմնակիցներ։ Մի երկիրը նման ասա։ Դե չգիտեմ, երևի Անդորրան ուղղակի շատ փոքր է, չգիտեմ, չկա Վատիկանը, չկա իհարկե, բայց եվրոպական երկրներում կան հա ծայրահեղ աչեր կան, իզվայլն ուղղակի շատ աչեր կան, չգիտեմ, բայց կան նաև ձախեր, կան լիբերալներ։ Հայաստանում ինչ է ստացվում, օրինակ ես այդ ուզում էի նաև ասենք 19 ուժ կար, չէ՞։ Այդ 19 18 մնաց ոնց որ դրանցից ոչ ոք ձախ չէր։ Գոնե ասենք ձևի, նույնիսկ ասենք, հա, լավ, ասենք դաշնակցությունը տեսականորեն սոցիալիստական ուժ է եղել ժամանակին, բայց նույնիսկ ձևի համար մի հատ ձախ ուժ չկար, հա։ Դե ձևի համար իրենք բայց ձախական առանձին կոնցեպտներ մտցնում էին։ Դե այդ ուրիշ է, այսօրվա աչերը ընդհանրապես ամբողջ աշխարհում, ոնց որ այդ ձախի ու աչի բաժանումները մի քիչ արդեն գոհոզվել են, ու հաճախ է լինում, որ ընդհանուր ասենք, չեմ, Թրամփը թեկուզ, հա, աչ լինելով ինչ որ ձախ քաղաքականությունները առաջ տանում, որ ընտրողներին դուր գա։ Հիմա Հայաստանում էլ, ասենք, եւ ըստ կառավարությունը կենտրոնամետ լիբերալներ էին, հա, ԿՊ-ն, ասենք նու նաեւ ասենք հանրապետությունը էլի կարելի ասել աչ կենտրոնամետ են, չէ՞։ Հա, մի քիչ ավելի դեպի ավելի աչ, քան կենտրոն։ Բայց մնացածները հիմնականում, ասենք, կամ ծայրահեղ աչ էին, կամ ծայրահեղ աչ էին, կամ խիստ պահպանողական աչ էին, հա։ Դե սոցիալ մշակութային առումով այդ հիմնական ուժերը, ռուսական ուժերը, իրենք ծայրահեղ աչ են, այդպես վերցնենք, սոցիալ մշակութային այդպես հարցերի առումով էլի վերաբերյալ, հիմա տնտեսական հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները տարբեր էին։ Ես հետազոտություն արել եմ ու այդտեղ իսկապես իրենց միջև տարբերություն կա, բայց նաև զգացվում է, գիտես ինչ, որ արհեստական են այդ թեզերը առաջ կտկաշում, էլի, այնպես չէ, իրենք համոզված տնտեսական ձախ կոնցեպտի կողմնակից են կամ տնտեսական աչ։ Հիմա, բայց արի վերադառնանք, էս լավ եկանք։ Հիմա, որ ասում են, որ ԿՊ-ն թույլ չի տալիս, որ այլ առողջ դեմոկրատական ուժեր ձևավորվեն։ Ինչ պետք է անի ԿՊ-ն ըստ իրենց պատկերացման, ըստ այդ թեզի։ Դե իրականում ես ասենք արի ասած ուրիշ ձև մոտենամ այդ հարցին, հա, ես այդ թեզի հետ համաձայն չեմ, որ ԿՊ-ն պետք է դա անի, որտեվ ԿՊ-ն հազիվ ինքն է փրկում իրան, հա, ասենք մի հատ էլ ինքը զբաղվի նրանով, որ օրինակ, չգիտեմ, բոլորին դեմ կուսակցությանը օգնի, որ բոլորին դեմ կուսակցությունը անցնի խորհրդարան, դա աբսուրդ է։ Կամ այն մյուս կուսակցություն, օրինակի համար ասացի բոլորին դեմին հանրապետությունը անցնի։ Թեկուզ, հա, դե օրինակ ես ընտրություններում հանրապետությունը ու հանուն հանրապետությանը իրանք մի տեսակ ոնց որ գիտակցաբար գնացին նրան, որ իրանք, ասենք, ուղղակի աջակցում էին ԿՊ-ին, մեծ հաշվով։ Բա ինչի տենց եղավ։ Դե այդ ուրիշ հարց է, որտեվ իրանք, ասենք, ծրագիրը բավականին համընկնում է, իրանք եվրոպամետ են եւ այլն, բայց ասենք կան կուսակցություններ, որոնք ինձ թվում է իրանք ծրագիրը տարբեր բավականաչափ կարող էր տարբերվել ԿՊ-ից, բայց ասենք նաև իրանք չլինեին այդ ռուսամետ բևեռում։ Ու այդ կուսակցությունները նախ իրանք չեն կարողանում միավորվել։ Այո։ Այսինքն նայում ես մարդիկ նույն բանն են ասում, բայց ասենք տարբեր երեք կուսակցություն, ինչի եղբայր, ասենք ինչ կլինի էլի որ միավորվեն։ Բայց ուրիշ մոմենտ էլ կա, որը ինձ թվում է ինքը օբյեկտիվ է, որ
ֆինանսավորման համակարգ չկա։ Օրինակ, նույն եվրոպական երկրներում կա այդպիսի բան, որ դու ասենք քո հարկերից որոշակի գումար ուղարկում ես քո, այսպես ասած, նախընտրած կուսակցությանը։ Այո։ Հա, եւ օրինակ իմ ծանոթ գերմանացի մեր գործընկերներից, ասենք, մարդիկ կան, ովքեր իրենց կուսակցությանը ամսական, ասենք, շուտ գումար են ուղարկում, որը իրենց հարկերից է դուրս գալիս։ Մենք Հայաստանում դες բան չկա։ Իդեպ ԿՊ-ն հայտարարել է, որ ՀԿ-ների եւ մեդիայի մասով իրենք ուզում են նման բան անել։ Տեսնում ես, լսում են, էլի, մեզ, բայց կուսակցությունների մասով էլ արժի որ դες բան լինի։ Սա մեկ, երկրորդը արդեն դա ոչ թե, սա կարծում եմ արդեն հասարակության մեջ մոտեցում պիտի փոխվի, որ եղբայր, եթե դու ուզում ես, բոլորը հիմա դժգոհում են, չէ՞, մտնում ես սոցիալական ցանցեր, սա դժգոհ են, մեկը դժգոհա նրանից, որ սրանք են հաղթել, մյուսը դժգոհա նրանից, որ քիչ են հավաքեն, մյուսը դժգոհա, որ երրորդ տարբերակ չկա։ Եղբայր, եթե ուզում ես մի բան լինի, մի բան արա։ Կամ ինքդ գնա կուսակցություն մտի, զբաղվի, ձևավորի։ Դե ասում չգիտեմ ոնց անեմ դա, փողը չգիտեմ որտեղից է գալիս, չգիտեմ։ Դու չգիտես ոնց անես դա, ասենք քո աշխատավարձից, չգիտեմ, ամսական 10000 դրամ, 20000 դրամ, չգիտեմ, ինչքան է, փոխանցի ինչ որ մի կուսակցության է, որը քեզ ավելի շատ է դուր գալիս։ Հա, ուղղակի նվիրատվություն արա, որպեսզի մտի կուսակցություն ու չգիտեմ, անդամավճար վճարի։ Ամիսը մեկ գնա իրենց ժողովների ու անդամավճար վճարի։ Այսինքն դե ուրեմն քաղաքացիական գիտակցությունը դեռևս այդ աշճանից զարգացած։ Էլի գալիս են քաղաքացիական կրթությանը, որ մարդկանց պետք է բացատրել, որ ժողովուրդն այնտես սենց է աշխատում, որ ասենք Facebook-ում 1000 անգամ հայհոյելու փոխարեն ավելևա դուք մի անգամ գնացեք կուսակցական ժողովի ու ասենք ամսական 10000 դրամ փոխանցեք, եթե կարող եք իհարկե։ Ուրեմն զարգացած եվրոպական երկրներում, հատկապես հյուսիսեվրոպական, հյուսիսային Եվրոպայի երկրներում բնակչության մեծ մասը մի քանի հասարակական կազմակերպություններում ռեալ ակտիվություն է ցուցաբերում։ Իրանք անդամ են որևէ ինչ որ հասարակական կազմակերպության կամ մի քանի հասարակական կազմակերպությունների։ Քանի Հայաստանի բնակչության որ տոկոսն է իրականում ներգրավված որևէ հասարակական կազմակերպության գործունեության մեջ։ Շատ փոքր տոկոսն է, բայց այդտեղ ասեմ ուրիշ խնդիր էլ կա։ Այդ քո ասած երկրներում նաև շատ խիստ հետևում են աշխատանքային իրավունքներին մարդկանց։ Օրինակ որոշ երկրներում օրը ասենք 7 ժամ են աշխատում մարդիկ։ Այդ երկրներում ասես ժամանակ ունեն։ Հա, ժամանակ եւ ուժեր, որտեղ երբ որ դու գնում ես գործի, ասենք առավոտվանից, ասենք 10 ժամ աշխատում ես, հետո ասենք նույնիսկ եթե դու գնաս այդ ՀԿ-ի ժողովին, դու ոչ մի բան չես կարող անել։ Իսկ մեր մոտ ասենք մարդիկ շաբաթօրերն են աշխատում, Կիրակի ու նորմալ է համարվում, որտեղ չկան համապատասխան ՀԿ-ներ, որոնք կպայքարեն աշխատանքային իրավունքների համար։ Իսկ ինչի նաեւ չկան Որտեղ աշխատում են մարդիկ ամբողջ օրը, այդպես բան է։ Բայց նաև որովհետև աղքատ է ընդհանուր առմամբ երկիրը, թեև ինքը հիմա աղքատ այսպես երկրի բան չունի, միջին զարգացում, հա, բայց միևնույնն է, երբ որ դու համեմատում ես մեր համախառն ներքին արդյունքը, ենթադրենք Շվեդիայի համախառն ներքին արդյունքի հետ, դե չգիտեմ ինչ աշճանի տարբերություն է դա, ահռելի է տարբերությունը, չէ՞։ Եվ դա հիմա, երբ որ այդ երկրները աղքատ էին, նույնն էր պատկերը ինչ որ հիմա, այդ նույն եվրոպական երկրները։ Դե երևի նույնը չէր, բայց ամեն դեպքում ինձ թվում է այնտեղ այդ մշակույթը ավելի զարգացած էր, որտեվ ի վերջո այդ իրանց զարգացածությունը նաև դրա հետևանք է, այստեղ մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Որտեվ իրականում Հայաստանում էլ օրինակ այնպես չի որ փող չի մտնում, էլի դա շատ փող է մտնում Հայաստան, ուղղակի քանի որ արմիություններ չկան, այդ աշխատանքային իրավունքները չեն պաշտպանում եւ այլն, այդ փողի բաշխումը մնում է էլի բավական անհավասար։ Լավ, հիմա ուրեմն այնուամենայնիվ եք գանք նրան, որ համախառն ներքին արդյունքի աճը եւ ընդհանուր առմամբ դիվերսիֆիկացիան, որը իրականացվում է, եթե խորանա, եւ երբ որ Ռուսաստանից կախվածությունը կչանա, դա ստեղծելու է լավ պայմաններ ավելի, որպեսզի այս ամեն ինչի որ մենք խոսում ենք, առաջանա։ Այո, ավելի շատ ազատ մարդիկ կլինեն, ավելի շատ ժամանակ կունենան դրանով զբաղվելու, հա։ Լավ սկսեն ապրել եւ մի խոսքով այդ ակտիվությունը կցուցաբերեն։ Հիմա ինձ թվում է արժի մենք խոսենք այդ Ռուսաստանից կախվածությունը կքչանա, թե ինչ կլինի։ Ու այս հիմա Ռուսաստանի նաեւ արձագանքից էլ մի քիչ խոսենք, էլի։ Հիմա մենք ունենք այս ընտրությունների արդյունքները, արձանագրում ենք, որ այն աննախադեպ հիբրիդային հարձակումների ֆոնի ներքո ժողովրդավարությունը հաղթեց։ Ժողովուրդը դիմակայեց փաստորեն այդ հարձակումներին։ Իր կամքը արտահայտեց, իր իշխանությունը իրացրեց
Եվ մենք պահպանեցինք սուվերենությունը, ժողովրդավարությունը եւ այլն։ Հիմա, բայց այս ամեն ինչը դեռևս ինչպես արդեն խոսակցության ժամանակ, հա, մենք վեր հանեցինք, փխրուն է։ Ճիշտ է, փխրուն է։ Հիմա այսօր Ռուսաստանը ասում է, որ ձեր ընտրությունները ոնց որ ինչ որ հեչ լավ ընտրություններ չէին։ Ամբողջ աշխարհը ասում է շատ լավ ընտրություններ էին, շնորհավորում է Հայաստանի ժողովրդին եւ իշխանություններին։ Նույնիսկ Ռուսաստանի դաշնակիցներ ամենամոտ գտնվող պետություններ, օրինակ Ղազախստանը։ Նույնիսկ սա աննախադեպ բան է արդեն։ Չգիտեմ, ես գաղափարը որևէ տեղ հնչել է թե չէ, բայց իմ կարծիքով պատմության մեջ առաջին անգամ այսպիսի մենք ուրեմն երևույթ ունենք, երբ որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը պաշտոնական հայտարարության մեջ ասում է, որ ընտրությունները մրցակցային էին, ազատ էին, հնարավորություն է ստեղծվել բոլորի համար բավասար պայմաններ եւ այլն, այո, այնտեղ բան տոքսիկ մթնոլորտ էր, ասում է, որ ինչ որ բան կային, ճնշումներ կային, հա, անդիմարդիների նկատմամբ, բայց ասում է, որ ինչ խախտում էլ որ եղել է, չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այսինքն ընտրությունների արդյունքները, այսինքն լեգիտիմ է այս իշխանությունը, ասում է դա։ Բայց պաշտոնական Մոսկվան միջև հիմա չի շնորհավորում եւ պաշտոնական Մոսկվան շեշտը դնում է նրա վրա, որ չէ վատ ընտրություններ են, որ բռնաճնշումներ են եղել, մախինացիաներ, կեղծիքներ եւ այլն առանց որևէ հիմքի, միակ բանը որ ինքը հղում է անում, ասենք այդ որ ասում է դե բանդիմադիրներին ինչ որ նստացնում էին, գործել էին բանանում եւ այլն։ Այսինքն ստեղծում են իրենք բան, խնդիր, իրենք պաստորեն ապօրինի կերպով ֆինանսավորում, հա, տարատեսակ հիբրիդային հարձակումներ եւ այլն, երբ որ պետությունը դրան ռեակցիա է տալիս այդ ապօրինություններին, ասում են դուք բռնաճնշումներ եք անում եւ ձեր ընտրությունները լավ ընտրություններ չեն։ Հիմա սա ինչ է նշանակում, լավ, այսինքն ինչի են իրանք այս հարցը արդեն մի քանի անգամ լրագրողներն են ինձ տվել, ես ինքս եմ ոնց որ անընդհատ այս հարցը բարձրաձայնում, այսօր լեհ փորձագետի հետ էի խոսում այս թեմայով, ինքն էլ էս հարցը տվեց, բայց ինչ է ուզում սրանով անի Ռուսաստանը, որն է նպատակը, լավ, ինչի, ինչ է ստանում ինքը։ Ասենք տարբերակներից մեկը այն է, որ դե լեգիտիմությունը ուզում է ընտրությունների կասկածի տակ դնել։ Հա, այո, համաձայն եմ, բայց որ ինչ անի դրանով։ Ինչ ես կարծում, անեք ինչ անելու դրանով։ Ասենք ինքը տենց այդ կամպանիան հիմա անում է։ Չէ, կեղծ ընտրություններ են, լավը չի բան եւ այլն, ու ինչ է, իսկ ակնկալում որ ստանա արդյունք։ Դե ինձ թվում է ծրագիր մաքսիմումը դա որ հեղաշրջում կանեն ու իշխանությունը կփոխեն։ Так, ոնց։ Օրինակ ոնց է օգնելու այդ բանը։ Ինչին է պետք այդ քարոշչությունը ցածրանում է, հետո ասենք ասեն էսա ժողովուրդը ապստամբեց անարեց։ Չէ, ինչին է պետք իր այդ քարոշչությունը։ Այսինքն հեղաշրջում ես անում, ուղղակի վերցրել էլի։ Հեղաշրջումը պետքա պատրաստել, չէ, պետքա բացատրել, որ ում բացատրել երկրի բնակչությանը, որտեղ հեղաշրջում ես անում, որ դու հեղաշրջմանը դիմադրություն չլինի։ Այսինքն եթե ժողովրդին ասես դու որ լեգիտիմ չի, այն որոնք որ պոտենցիալ պետքա դուրս գան որ ժողովուրդ բան անեն, հա, հեղափոխություն անեն, կամ հեղաշրջում, ավելի շուտ իրենք ոնց որ եթե դա չլինի չեն անի։ Չէ, ավելի այդ մեկ նախ համ դրանք դուրս չեն գա, կարող է դուրս չգան, բայց ավելի շատ խնդիր է հեղաշրջումը եւ վերջը հեղաշրջումը ուժի մասին է, հա, այդտեղ պետք չի շատ ժողովրդին, այդտեղ դու պետքա ինչ-որ զինված խմբավորում ունենաս սովորաբար, հա, բայց այն որ հետո ժողովուրդը ընդունի դրա արդյունքները, այդ դրա համար պետքա բան անես։ Հա, որ ոչ թե ասեն ոնց թե այդ մեր դեմոկրատական ընտրված դե այդ ուրիշ հարց, բայց այտենց որոնեն ընդհանրապես ռուսական քաղաքացիություն կարող է չլներ։ Հիմա արի ուտես որ լիքը մարդ հավատում է։ Ահա, հիմա ի՞նչ է դա ավելացնելու, այդ եմ ասում։ Այսինքն ծրագիր մաքսիմում ասում են այդ ծրագիր մաքսիմում այդ որ հեղաշրջում կանեն, եթե դա չի ստացվում, որ ուղղակի ճնշում են Հայաստանի կառավարության վրա, թույլատնում են։ Այ ես ուզում եմ հասկանամ էլի հիմա ոնց է դա թույլատնում Հայաստանի կառավարությանը։ Դե եթե ոչ ոք չի հավատում, չի թույլատնում, բայց եթե ինչ-որ մարդիկ հավատում են։ Ինչ-որ մարդիկ հավատում են, հա կա ռուսական էլեկտորատ ունենք մենք։ Չէ, բացի ռուսական էլեկտորատից, դա նաև օրինակ
ուղղված է, այսպես ասած, համաշխարհային հանրությանը, չգիտեմ, եվրոպացիների։ Ո՞վ է միամիտ։ Այսինքն եվրոպացիները իրանք եկել տեսել են, իրանք գիտեն այդ ամեն ինչը, իրանք դեմ է այդ ամեն ինչը օգտագործվել։ Իրանք մեկ էլ հանկարծ կարող է մտածեն, որ իսկականից այդտեղ ասենք բանակեցել։ Դե իրականում ինձ թվում է խնդիրը ավելի շատ է նա, որ իրենք դες կոպի ձևով են դա անում, հա, ասենք երբ որ չեմ Պեսկովն է ասում կամ Մարիա Զախարովան է ասում, ձեր մոտ ժողովրդավարական ընտրություններ չեն, հա, ասեն բոլորը ասում են դե լավ, գիտեք, հաջողություն, բայց երբ որ ասենք հայկական ՀԿ-ները կամ չնայ վերլուծական կենտրոնները, որոնք համարվում են դեմոկրատական եւ այլն, իրանք սկսում են ասել, որ Հայաստանում ահավոր դեմոկրատական բան է, ասենք backsliding-ը, հա, այսինքն դեմոկրատիայի հետընթաց է, ու ասում են մեր մոտ ավտորիտար համակարգ։ Կարծում ես դա բայց ռուսների քարոզչության արդյունքում է, որ իրենք այս բանը ասում։ Չէ, բայց ասենք ամեն դեպքում իրար դա իրանց դեպքում դա երևի ռուսների քարոզչության արդյունքում չի, բայց ամեն դեպքում ոնց որ ռուսների քարոզչությունը դա օգտագործում է ու միասին ստեղծում են ինչ-որ մեծ ֆոն, որ ասենք այդ ֆոնի վրա, ասենք կարելի է արդարացնել բռնության ակտերը, օրինակ իշխանությունների հանդեպ, հա, եթե ասենք ինչ-որ զանգվածային անկարգություն։ Ով արդարացնի։ Դե չես հիշում, ասենք երբ որ սրբազան պայքար էր, ասենք էլի փորձեցին գրոհել ազգային ժողովը, ու էլի ասում էին, հեսա այդ բան իշխանությունը, ոստիկանությունը ուժ կիրառեց համաչափ ու իրոք գուցե իրոք այնտեղ պրոֆեսիոնալիզմի պակաս կար ոստիկանության կողմից, որի պատճառով ինչ-որ մարդիկ վիրավորվեցին կամ ասենք վնասվեցին, ինչը շատ ցավալի է, բայց ասենք բարձա չէ որ դա հեղաշրջման փորձ էր, բայց շատերի համար Հայաստանում դա չգրանցվեց որպես հեղաշրջման փորձ ու հիմա զարմանում են ինչի է, ասենք իրենց առաջնորդը նստած, ասում են քաղաք բանտարկել է։ Դե ես հիմա ուզում եմ ասեմ, այսօրվա այս տեսակի քարոզչությունը ռուսական որ ասում է չէ, չենք ընդունում, հələ մի հատ կտեսնենք, լիքը տրախախ բաներ է կարել, կեղծիքներ է կարել, ճնշումներ բան։ Ինչ է փոխում։ Ինք այն ընտրազանգվածը, որը քվեարկել է պրոռուսական կամ ռուսական ուժերի օգտին, ինքը sense տենց մտածում է, որ այո, պարտվեցինք, որովհետև կեղծիքներ են եղել։ Հիմա ասենք այդ Մոսկվայի դիրքորոշումը ինչ է փոխում։ Կամ որ ասեցիր բանա, ճնշումա դա իշխանությունների նկատմամբ։ Եվ ո՞նց է դա ո՞նց են ճնշվելու դրա արդյունքում իշխանությունները։ Ես փորձում եմ հասկանալ էլի իսկապես մտածում եմ այս ուղղությամբ ու մի քիչ գլուխս սկսեց ցավել դրանից, որովհետև ռացիոնալ բան այդքան էլ չեմ գտնում ես այդտեղ։ Դե իսկ որ ասում են Զելենսկին ոչ լեգիտիմ է, ասենք դրա իմաստը որն է։ Հիմա իրանք կարծիքով դա քարոզչական ինչ որ գործիք է, որը աշխատում է կամ իրանք դες հավատում են գուցե նաև։ Ես օրինակ չեմ բացառում, որ այս մեր այսպես ասած տեղական աշխատողները, ռուսական տարբեր պետական արմինների, իրանք զեկույցներ են ուղարկել, որ այ բոլորը մեր կողմից են, Փաշինյանից բոլորը զզվում են, ասենք մի երկու հատ սորոսական կա որ իր կողմից է, բայց ժողովուրդը սա մեր կողմից է։ Հիմա արդյունքում մեկ էլ տեսանք, որ այսքան փող ծախսեցինք ու պարզվեց, որ Փաշինյանից չեն զզվում։ Այդ մարդիկ ինչ որ մի ձևով պետք է բացատրեն, հա, որ այսքան փող են կերել ու արդյունք չեն ստացել։ Դրա համար ասում են Փաշինյանը կեղծել է։ Նրանք ասում են դե կեղծել է, ու իրանք էլ չեն, իսկ հիմա նաև ռուսական այդ այսօրվա էլիտայի համար շատ դժվար է հավատալ, որ կարող է ինչ-որ մի երկրում կառավարությունը լինի, այդ կառավարությունը ընտրություն անցկացնի ու չկեղծի ու հաղթի։ Այսինքն իրանք երևի ընդհանրապես մարդուն բնորոշ է, չէ՞ որ մարդուն թվում է բոլորը իրան նման, օրինակ դու հիմա ինչի՞ չես հասկանում, թե իրանք ինչ են ուզում, որտեղ դու իրանց նման չես մտածում, որտեղ դու ուրիշ աշխարհայացք ունես, ուրիշ արժեքներ ունես, քո այսպես ուղեղը ուրիշ ձևով է աշխատում։ Այդ դրանք ասենք KGB-շնիկ են մեծ հաշվով, հա, իրանք մտածում են, որ դե եթե ընտրություն է, ուրեմն կեղծվում է, հիմա մենք չենք կեղծել, ուրեմն իրանք են կեղծել։ Ու այս թվում է, դες դրան հավատալով այդ ամեն ինչը ասում են։ Լսի, դեստեղ գալիս ենք այն բանին, նայ, դա էլ անընդհատ այդ հարցը ոնց որ իմ մեծ ոնց առաջանում է, էլի։ Ինչի են ավտորիտար ռեժիմների առաջնորդները ուզում ինչ-որ բան համոզեն։ Վերցրեք, բռնաճնշեք, վերցրեք, կեղծեք, վերցրեք, ճնշեք։ Ինչի եք ուզում արդարացնել ձեր գործողությունը, որ իրականում անարդարության դեմ եմ ես դա պայքարում, իրենքն էին վատը, այմր չէ, ասա ես տենց եմ գտնում, ճիշտ, տենց եմ անում։ Հարցեր կան, չեն անում տես, չէ։ Դե այդ իսկ թվում է դու այստեղ հիմա մենք մոտենում ենք։ Այդ գեբեշնիկական բան է, էլի, հա։ Այստեղ ինձ թվում է ավելի խորը մի հատ sense փիլիսոփայական ճշմարտություն կա նրա մասին, թե որն է իշխանության էությունը։ Եվ վերջո երբեք դու չես կարող իշխանություն ունենալ, որը հիմնված է զուտ բռնության վրա։
Հա, երբեք դու այդքան ռեսուրս չունես, որ բոլորի հանդեպ բռնություն կիրառես։ Եթե քո երկրի բնակչությունը ամբողջը վեր կենա, ասի դու բռնապետես էլ գնա, դու շանս չունես։ Նու գուցե հիմա մի քիչ այս նոր տեխնոլոգիաներով դու շանս ունես, եթե դու ասենք 1000 հատ դրոն ունես, ու այդ 1000 հատ դրոնի պուլտը քո ձեռն է, գուցե կարող ես բոլորի ոչնչացնես, հա, բայց հələ ոնց որ թե տեխնոլոգիան այդտեղ չի ասել։ Նույնիսկ եթե դու ուզում ես ոչնչացնես, դու պետք է ունենաս զինվորներ, որ զինվորներին հրաման տաս, այդ զինվորները գնան կրակեն ժողովրդի վրա։ Ու գոնե այդ զինվորներին դու պետք է մի բան համոզես, հա, այսինքն լավ։ Այդ կամ պետք է փողով իրանց առնես, կամ պետք է իրանց համոզես, որ սրանք դավաճաններ են, կամ չգիտեմ մասոններ են, դրա համար պետք է իրանց ոչնչացնել։ Այսինքն ցանկացած դեպքում նույնիսկ բռնապետությունը, նույնիսկ տոտալիտարիզմը, ինքը զուտ բռնության վրա չի հիմնվում։ Համաձայն եմ, բայց դա առաջի հերթին վերաբերում է իրենց հասարակությանը։ Այսինքն ինքը իր հասարակության ներսում, երբ որ գործողություն է անում, ինքը ոնց փորձում է համոզել, որպեսզի դա քիչ թե շատ ընդունելի լինի իր ռեպրեսիաները, բան եւ այլ։ Բայց եթե դու ուրիշ պետության նկատմամբ ես այդ ամեն ինչը անում, ինչի՞ ես դու ասում, որ դու գիտեք ինչ կեղծել եք ընտրությունները, դրա համար սպասեք հիմա թե ես Դե նախ երևի երկրի համար է դա անում։ Ես էլ էի ոնց որ թե հակված դրան։ Բայց բացի դրանից նաև ենթադրում է, որ ամեն դեպքում մարդկանց մեջ կասկած է փորձում մտցնել, էլի, օրինակ հիմա ենթադրենք, ասենք սփյուռքահայերը, ովքեր Հայաստանում չեն ապրում, այնց չեն տիրապետում իրավիճակին, ու կարող է իրենք կարդան նայեն ասեն, հա դե կեղծել են, էլի, առավել եւս տեսնում եք ինչ իրավիճակ կա։ Դե Պուտինին կարող է չհավատան, բայց ասենք ինչ որ լիքը կան, չէ՞, տենց արևմտյան փորձագետների փեր, բայց ռուսամետ են։ Իրանք արդեն այդ եմ ուզում ասեմ, իրանք արդեն ռուսամետ են։ Իմ միտքը դա է։ Ես չեմ հասկանում, ինչ ես դու տենց չեմ կարող հասկանալ։ Ինչ որ ռացիոնալիստ։ Դե ուզում եմ հասկանալ, այսինքն հետո նա լիքը բաներ կա, որ ասենք կարող է քեզ թվա որ աբսուրդ է, որովհետև դու քաղաքագետ ես ու դու խելոք ես, բայց ասենք այն մարդկանց վրա, ովքեր քաղաքականությունից հեռու են աշխատում է։ Այսինքն այնքան աբսուրդ բաներ կա, որ մարդիկ ասենք հիմա այնց լուրջ դեմքով ասում են, որ ասենք, չգիտեմ, չխորանանք էլ այդ բոլոր դավադրության տեսությունները։ Հիմա Միքայել ջան, իմ ասածը այնա, որ ինչ իմաստ ունի, էլի այդ այն մարդուն, որը համոզված է, որ դե չգիտեմ, ճիշտ է, կամ ուրիշը սխալ է, էլի սկսես համոզել, էլի լավ, իսկ քո կարծիքով ո՞րն է այդ իմաստը։ Դե չեմ գտել ես դրա լուծում բանը, պատասխանը հստակ, բայց ունեմ ինչ որ բաներ, հա, վարկածներ։ Հիմա իմ կարծիքով այն հիմնական բանը, որ դա իրենք անում են, ուղղված է իրենց սեփական հասարակությանը, թիրախ իրենց սեփական հասարակությունն է, որ հանկարծ չմտածեք, որ ազատություն կա որևէ տեղ, որ մեր հարևանների մոտ կարա լինի ընտրություն իրական, հա, զարգացում իրական, կեղծիք է դա, բոլոր տեղերում վատ է, համեմատած բոլոր տեղերի կակրաս մեր մոտ է լավ, ժողովուրդ, հանկարծ չմտածեք այլ կերպ։ Ու նաև այն պետությունների հասարակություններին, որոնք իրենցից կախված են, օրինակ, չգիտեմ, Ղազախստանի հասարակությանը նաև կարող է դա միտված լինի, որ հա, իմանալով որ այնտեղ էլ դե ռուսախոսներ կան, ահագին տանց չկողմնորոշված, բան եւ այլն, հա, ասեն մարդ ազդեի նաև իրանց վրա, որ հանկարծ ձեր մտքով չանցնի էլի, որ sense բան կանեք, խնդիրների առաջ կանգնեք, մեկը սուտ է։ Հա, Ինձ թվում է դա հիմնականը։ Երևի, հա, երևի այդպես մոտեցանք ամփոփմանը ու ինձ թվում է ճիշտ ես ասում, ինձ թվում է դա նաև այն պատճառներից մեկն է, ինչի մեզ հանգիստ չեն թողնի։ Այսինքն իրանց կողմից երևի ռացիոնալ կլներ հիմա Հայաստանի հետ պայմանավորվել, լեզու գտնել, այսպես ասած, չվատացնել վիճակը, բայց ինձ թվում է Հայաստանը հիմա նրանք դիտարկում են որպես ինչ-որ մի հատ վիրուս, որ այն Հայաստանը վարակված է ազատության վիրուսով, իրանք իհարկե դա չեն անվանում ազատության վիրուս, ասում են, չգիտեմ, ինչ-որ քայքայման ասենք, թե, հա, բայց իրանք նայում են ու դրա համար իրանք օրինակ ինչ են, որ Պուտինը ասում է, որ որոշեք դուք գնում եք Եվրամիություն, թե որտեղ օրինակ չգիտեմ, Ուկրաինան, կոպիտ ասած, իրանց միջև պատ է, հա, պատերազմ է, կռիվ է, ասենք այդ վիրուսը Ուկրաինայից Ռուսաստան չի անցնի։ Բալթյան հանրապետությունների եւ Ռուսաստանի միջև պատ է։ Այդ վիրուսը Ռուսաստան չի անցնի, բայց Հայաստանը եւ Ռուսաստանը շատ սերտ կապեր ունեն։ Ու մենք ընկալում ենք Ռուսաստանը, որ այդ կախվածությունն է, բան, որ մեզ համար դա վտանգ է, բայց իրանք էլ են ընկալում, որտեղ իրանք տեսնում են, որ ցանկացած մարդ Ռուսաստանից ներքին անձնագրով կարող է տոմս առնի, գա Երևան ու տեսնի, որ օրինակ ընդդիմությունը միտինգ է անում ու ոստիկանները իրեն չեն ծեծում։ Մի հատ էլ հետո գնա, ասենք, իր ծանոթի հետ շփվի, որ 22 թվից Հայաստանում է, ու ինքը իրեն կպատմի, թե ինչ հիանալի երկիր է։ Ես իրականում հունիսի 7-ի երեկոյան այդ
գինու օրերն էին, քեզ էլ տեսա այնտեղ, հա, հետո հիմնականում իմ շրջապատում, ասենք այդ օրը, որ ուրախանում էին ընտրությունների արդյունքով, այսպես ասած նոր հայաստանցիներն էին, հա, մի քանի սփյուռքահայ ընկերներն էին, ովքեր տեղափոխվել են Հայաստան, եւ ռուսաստանցի ընկերներն էին, ովքեր տեղափոխվել են Հայաստան։ Ու բոլորը երջանիկ էին, ասում էին, վայ, ինչ լավ է, այս ինչ հիանալի երկիր է եւ այլն։ Ու մարդիկ կային, ովքեր Ռուսաստանից էին եկել, ու իրանց ասում էին, թողեք, եկեք ստեղ ապրեք, էլի ձեզ ինչին է պետք, հա, այնտեղ։ Ու դա ասես վիրուս է, էլի, որ մեր տարածաշրջանում մենք միակ ժողովրդավարական երկիրն ենք։ Եվ մեր անմիջական հարևաններից եւ Ռուսաստանն էլ վերջ դրա համար ինձ թվում է մեզ հանգիստ չեն թողնի ցավոք։ Այսինքն մի կողմից դա լավ նորություն է, որ մեզ մոտ կա իրական ժողովրդավարություն։ Այո։ Մյուս կողմից դա նշանակում է, որ պետքա պատրաստվենք էլի նոր գրողների։ Այո։ Բայց զուգահեռ դրան ինձ թվում է իրենք փորձելու են ինչ որ էլի տենց լեզու գտնելու քաղաքականություն էլ վարել զուգահեռ, որովհետև նաև հասկանում են, որ իրենց ձեռնտու չի, որ տենց քրտ վերջ կտրեն, հա, ինչ են շահելու արդյունքում էլի։ Ավելի տեսնում են, չէ, որ ինչքան այդպես ճնշում բան եւ այլն, այդքան ոնց որ հակակրեմլյան տրամադրությունները խորանում են մեր մոտ։ Ու վերջի կարող են ամեն ինչ կորցնել, որպեսզի ամեն ինչ չկորցնեն, ինչ որ մի փոքրիկ հենման կետեր դեռևս թողնեն բան, ինձ թվում է, այս որոշակի շրջանից հետո նրանք կգանք, ասեն, լավ, եկեք մի հատ հասկացանք, այո, դե ժողովուրդը ձեզ ընտրել է, այնուամենայնիվ մենք հիմա կսկսենք շարունակել մեր, այսպես ասած, համագործակցությունը այս ոլորտներում, կարող է ասեն, պարզվեց, որ այս ջերմուկի արդեն նոր պարտիան արդեն լավն է, հենց լավ էլ որակի է, հա, ապրեք, տենց ուղեցիկ, այո, բայց այս բաները հələ չէ, էլի, չէ, հələ չէ, մեկ էլ այն մի քանի 100,000 պրոռուսական ուժերին են իրենք բանարել, դուք կարծում եմ պետք է չեք կարող էլի հաշվի չառնել նրանց կամքը, դա էլ ժողովրդի մի զգալի տոկոսն է, որոնք չեն ցանկանում, որ դուք օրինակ շարունակեք այն կուրսը, որ դուք շարունակում եք, ու մեզ թվում է, որ նրանք իրավունքներ ունեն, այսպես ասած, իրենք այս մեր համար շատ կարևոր է, որ համել դե իրենց մեջ նաև կան, որ Ռուսաստանի քաղաքացիներ են, բան եւ մի խոսքով, այսինքն այս երկակի էս բանը, խաղը, ոնց որ մի կողմից sense մի քիչ ճնշել, մյուս կողմից լավ, որոշակի կոմպրոմիսների գնալ, այսպես ասած, կարվի արդյունքում չգիտեմ ինչ բան կունենանք մենք իրավիճակ, հա, ռադիկալ կփոխվի այսօրվանից իրավիճակը, թե չէ, չգիտեմ, բայց ինձ թվում է այնուամենայնիվ ինչ էլ լինի, արդեն այն ինչ որ արդեն արված է, նպաստելու անուղղակիորեն նպաստելու է մեր տնտեսության դիվերսիֆիկացիային ավելի ինտենսիվ կերպով, այս շարունակական է լինելու։ Այս որ հիմա եվրոպական շուկան սկսեց բացվել, ինձ թվում է սա խորանալու է։ Շատ ավելի արագ է տեղի ունենալու ու այդ կախվածությունը Ռուսաստանից զգալիորեն թուլանալու է։ Իսկ եթե իրանք հիմա միանգամից կտրեն ամեն ինչ բան անեն, կներես, հիմա մենք կարող ենք արդեն ու շատ այսպես միանգամից լեգիտիմ ձևով հարցը դնել, որ բա այդ ձեր բազան օրինակ ինչ է ստեղանում, հա։ Եթե դուք մեզ թշնամի եք համարում, կներեք, չեղավ արդեն, հա։ Կամ եթե գազը թանկացնում եք, դե ուրեմն եկեք ազգայնացնենք մենք այ ռուս գազը, ինչ ոնց է Գազպրոմը։ Մի խոսքով դե հույս ունենանք, որ ոնց որ այնուամենայնիվ ինչ որ ռացիոնալիզմ կլինի իրանց քայլերում ու մենք էլ կարողանանք, այսպես ասած, առանց ինչ որ շատ դրամատիկ իրադարձությունների վերջում մեր այս դիվերսիֆիկացիայի օրակարգը առաջ տանել։ Այո